Հոկտեմբերի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 7:20-ի սահմաններում «Վայք» շտաբուժօգնության բժիշկների խումբը հազանգել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության «Վայքի» բաժին և հայտնել, որ ժամը 5:40-ի սահմաններում բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Վայոց ձորի բնակավայրերից մեկի սեփական տուն, որտեղ հայտնաբերել են երեխայի դի։ Տեղում պարզվել է, որ մահացածը մեկամյա Մոնթե Հ.Ն է և ըստ հարազատների երեխային հայտնաբերել են մահացած։ Դեպքի փաստով Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում սպանություն, հանկարծամահություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Իսկ այժմ օրվա այլ կարևոր լուրերի մասին։ Գյումրու ավագանու քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով այսօր տեղի ունեցած վթարին շնորհակալություն է հայտնել անհանգստության համար ու նշել, որ ծնողների կյանքին վտանգ չի սպառնում։ Շնորհակալ եմ բոլորիդ ուշադրության և անհանգստության համար։ Հասկանալի պատճառներով չեմ կարող պատասխանել ձեր հեռախոսազանգերին և նամակներին։ Այսօր վթարի են ենթարկվել ծնողներս, փառք Աստծո, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, գրել է նա։ Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր հոկտեմբերի 31-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում ժամը 15:10-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի Փարպի բնակավայրի վարչական տարածքում դեպի Երևան ընթանալիս Ֆորդ Մակնիշի ավտոմեքենան բախվել է քարով բարձված ԶԻԼ 130 մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ֆորդի վարորդն ու ուղևորը տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Շամշյանի տեղեկություններով Ֆորդի վարորդն ու ուղևորը, որոնց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, Գյումրու ավագանու քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանի ծնողներն են։ 2024 թվականի դեկտեմբերի 8-ին, 9-ին և 10-ին մասնակցել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից Գյումրիում կազմակերպված փրայմերիզին և ընտրվել Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար։ 2024 թվականի դեկտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ նշանակվել է Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։ Ամուսնացած է, ունի 2 դուստր և 1 որդի։ Սարիկ Մինասյանը գործնականում ուժեղ դիրքով երիտասարդ քաղաքական ուժի ներկայացուցիչ է Ազգային ժողովում և Գյումրիում ունենալով ազդեցություն։ Նրա նշանակումը քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար ենթադրում է, որ իշխանությունները վստահություն են հայտնել նրան, սակայն ինչպես որևէ քաղաքական գործ չի պարագայում, նրա գործունեությունը ենթակա է հանրային քննադատության և իրավական հսկողության։ Հիշեցնենք, որ Գագիկ Շամշյանը քիչ առաջ տեղեկացրել էր, որ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Վթարի են ենթարկվել Գյումրու ավագանու քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանի ծնողները։ Այսօր հոկտեմբերի 31-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում ժամը 15:10-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի Փարպի բնակավայրի վարչական տարածքում դեպի Երևան ընթանալիս Ֆորդ Մակնիշի ավտոմեքենան բախվել է քարով բարձված ԶԻԼ 130 մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ֆորդի վարորդն ու ուղևորը, որոնց առաջին օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանեց Աշտարակ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աշտարակի Հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Օպերատիվորեն ժամանել են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի առաջին վաշտի պարեկները գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, վաշտի հրամանատար օրվա պատասխանատու հերթապահ Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գարիկ Մելքոնյանն ու Վարդան Աբգարյանը։ Ժամանել են նաև Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության, համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի հերթապահ խումբը ավագ համայնքային ոստիկան Ալբերտ Վարդանյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ոստիկանության Աշտարակի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։ Վթարի փաստով Ն. Կարապետյանի որոշմամբ
որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունները։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։